1918 թվականի սեպտեմբերի 20-ին Միջին Ասիայի Կրասնովոց քաղաքի մոտ Տափաստանում տեղի ունեցավ մի միջադեպ, որը սովետական պատմագրության մեջ էր մտնելու որպես բոլշևիկյան հեղափոխական պայքարի գլխավոր խորհրդանիշերից մեկը։ Թուրքեստանում կառավարող բրիտանական ռազմական միսիայի ջոկատն այդ օրը Անդրկասպյան երկաթուղու 207-րդ վերստին Պերևալ եւ Աղջակույմա կայարանների միջև ընկած տեղանքում գնդակահարեց 26 անվանի կոմիսարների, ովքեր Բաքվի բոլշևիկյան հեղկոմի անդամներ էին։ Այդ դեպքը ցնցեց Կարմիր հեղափոխության դրոշի ներքո պայքարի ելած պրոլետարական մասսաներին ու նոր թափ հաղորդեց ներքին ու արտաքին հակառակորդների դեմ բոլշևիկների ծավալած առճակատմանը։ Հանուն գաղափարի նահատակված 26 կոմիսարների անուններն այդուհետ առասպելացվեցին, իրենց անձնազոհությամբ մարմնավորելով կոմունիստական պայքարի հերոսականության խորհուրդը։ Նրանց թվում առանձնակի մեծարման ու հիշատակի արժանացավ առաջնորդի անունը, մի վառ անհատականության, ում խորհրդային պատմագրությունը ավանդաբար համարելու էր Կարմիր հեղափոխության գլխավոր գաղափարախոսներից ու ճարտարապետներից մեկը, եւ հենց նրան էր վերագրելու Կովկասի սովետականացման փառքը։ Քսաներորդ դարի հայ պատմական գործիչների թվում թերևս ոչ ոք չի արժանացել նման հակասական գնահատականների, ինչպես Ստեփան Գևորգի Շահումյանը։ Տարբեր ժամանակներում նրա անձի վերաբերյալ հնչեցրած դրամաչափորեն հակառակ կարծիքները ընդհանրության մեջ ստեղծել են մի երկակի կերպար, որում արդեն դժվար է զատել ճշմարտությունը անհարկի հորինվածքներից ու լեգենդներից։ Պատճառն այն է, որ այդ գնահատականները ձևավորվել են տարբեր քաղաքական միջավայրերի եւ գաղափարական տարբեր ուղեցիրների անմիջական ազդեցության ներքո եւ մշտապես կրել ու մինչեւ օրս էլ կրում են արտահայտված սուբյեկտիվության կնիքը։ Եթե խորհրդային իշխանության տարիներին Շահումյանի անձը հանրության էր ներկայացվում բացարձակ իդեալականության լույսի ներքո, որպես անառարկելի եւ ամբից հեղինակության, ապա այժմ նկատելի են տրամաչափորեն հակառակ ծայրահեղական մոտեցումները։ Մեր օրերում ակնառու է շատ պատմաբանների, քաղաքական գործիչների եւ առասարակ հանրության կամահրական կեցվածքն այդ գործի հանդեպ։ Շահումյանին անդադար մեղադրում են, քննադատում են նրա ամբողջ գործունեությունը, հաճախ էլ ուղղակիորեն վիրավորում նրա անձն ու հիշատակը։ Մինչդեռ թե առաջին եւ թե երկրորդ դեպքում օբյեկտիվ գնահատման սկզբունքի բացակայության պատճառով հայ հեղափոխականի անձին ու ճակատագրին վերաբերող ողջ ճշմարտությունը մնում է արկախված ու անհասանելի հասարակության լայն զանգվածների համար։ Խորհրդային միության անկումից հետո բավական բարդ խնդրի առջև են կանգնել հայ պատմաբանները եւ այդ բարդությունը գալիս է նրանից, թե ինչպիսի մոտեցում պետք է ցուցաբերեն հայ բոլշևիկների նկատմամբ, ինչպիսի գնահատական պետք է հնչեցնեն նրանց գործունեության հասցեին, որը լինի միանգամայն օբյեկտիվ։ Հայ բոլշևիկների պարագային նրանց գործունեությունը կապված արևմտյան Հայաստանի ազատագրման, ցարական միապետության տապալման եւ նմանաբնույթ խնդիրների հետ շատ լուրջ եւ նուրբ մոտեցումների է կարոտ, քանզի այն հայեցակարգը, որ նրանք ընդհանրապես չէին մտածում հայ ժողովրդի մասին եւ տարվել էին ուրեմն համաշխարհային հեղափոխության այդ կարգախոսներով, բոլորի վրա չի կարելի տարածել եւ իսկապես բայց կային նաեւ այնպիսի բոլշևիկներ, որոնք կոսմոպոլիտ էին իրենց էությամբ եւ ընդհանրապես իրենց համար երկրորդական էր հայ ժողովրդի շահը։ Եվ այս մոտեցմամբ հստակեցնել նրանց դերակատարությունը իմ կարծիքով շատ կարևոր է։ Ստեփան Շահումյանի պատմական առաքելության նվազեցման կամ դրա հանդեպ կամահարանքի միտումները, որ նկատվում են այժմ, բացարձակորեն անհիմն են ու անհեռատես։ Պատմությունից չի կարելի հենց այնպես ջնջել եւ դուրս շպրտել փաստ ասածը, որքան էլ այն հաճելի չէ կամ չի բխում ներկայիս քաղաքական ու գաղափարական շահերից։ Տվյալ դեպքում փաստն այն է, որ Շահումյանը ահռելի դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, մեծապես նպաստելով Հայաստանի խորհրդայնացման գործընթացին։ Բոլորովին այլ հարց է, թե արդյունքում ինչ են տվել խորհրդային կարգերը հայությանը եւ ինչպիսի դրական ու բացասական կողմերով դրանք անդրադարձան մեր ժողովրդի կյանքում։
Սակայն բանավեճերն այս հարցի շուրջ չեն կարող եւ չպետք է ստվերեն ու խեղաթյուրեն մի անհատի կենսագրություն, ով հարել է կարմիր հեղափոխությանը, առաջնորդվելով ճշմարիտ ու արդար աշխարհակարգի իր տեսլականով, ով մոլեռանդությամբ հավատացել է բոլշևիզմին, որպես իր ժողովրդի փրկության եւ համայն մարդկության երջանկության միակ երաշխիքի, եւ ով հանուն իր դավանած հավատամքի պատրաստակամորեն զոհել է սեփական կյանքը։ Իր բոլոր թերությունների, մոլորությունների եւ գործած սխալների հետ մեկտեղ Ստեփան Շահումյանը անվիճելիորեն հանդիսանում է հայ նորագույն պատմության խոշորագույն գործիչներից մեկը, ում թողած հետքը մեր ժողովրդի կյանքում անջնջելի է։ Ուզենք մենք դա, թե ոչ։ Ստեփան Շահումյանի կերպարը եղել եւ մնում է հայ ժողովրդի լավագույն զավակի կերպար։ Ստեփան Շահումյանը այն անձնավորությունն էր, որը բոլշևիկյան կուսակցության պատմության մեջ եղավ ու մինչև օրս մնում է որպես նա շողշողուն աստղը։ Ստեփան Շահումյանը մեր հպարտությունն է, Ստեփան Շահումյանը հայ ժողովրդի լավագույն զավակն է, զավակներից մեկը։ Այսօր շատ մարդիկ են խոսում Ստեփան Շահումյանի կերպարի մասին, շատ դեպքերում վերածում հակակոմունիստական հիստերիայի, լինում են նույնիսկ որոշ բախտախնդիրներ, որոնք հարցականի տակ են վերցնում Շահումյանի գործունեությունը, այն դեպքում, երբ ամբողջ ժողովուրդը սովետական միության հարգում եւ պաշտում էր Շահումյանի հիշատակը։ Նա ծնվել էր 1878 թվականի հոկտեմբերի 1-ին Թիֆլիսում, վաճառական գործակատար կամ ինչպես այն տարիներին էին ասում, բրիկաշչիկ Գևորգ Շահումյանի ընտանիքում։ Նախնական կրթությունը Ստեփանը ստացել էր Թիֆլիսի ռեալական վարժարանում, որտեղ եւ առաջին անգամ կայացել էր նրա ծանոթությունը հեղափոխական տարբեր հոսանքների հետ։ Պատանիների միջավայրը պարարթող էր հեղափոխական գաղափարները տարածողների համար։ Ուստի այն տարիներին գրեթե բոլոր ուսումնական հաստատություններում գործում էին ընդհատակյա քաղաքական խմբակներ։ Ստեփանը հարեց սոցիալ-դեմոկրատներին, այն է մարքսիստներին, որովհետև նրանց քարոզած սոցիալական արդարության, ժողովրդավարության եւ ազգերի հավասարության գաղափարները համակրանք էին առաջացրել տղայի մոտ։ Արդյունքը եղավ այն, որ արդեն մի քանի տարի անց Ստեփանը դարձավ այդ կուսակցության Թիֆլիսյան տարածքային մարմնի ակտիվիստներից մեկը։ 1899-ին վարժարանն ավարտելուց հետո մեկ տարի անց Շահումյանը Ջալալօղլիում, որ ներկայիս Ստեփանավան քաղաքն է, հիմնեց մարքսիստական խմբակ, որն ըստ էության սոցիալ-դեմոկրատական առաջին քաղաքական կառույցը դարձավ Հայաստանում։ Այդ խմբակի դերն անչափ մեծ եղավ հայկական միջավայրում մարքսիզմի գաղափարների արմատավորման գործում։ 1900 թվականին Շահումյանը ընդունվեց Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտ, սակայն 2 տարի անց հեղափոխական շարժմանը մասնակցելու մեղադրանքով նրան հեռացրին այդ կրթական հաստատությունից։ Նա վերադարձավ Անդրկովկաս, ուր Կնունյանցի, Զուրաբյանի եւ մի շարք ուրիշ պարտիական իր ընկերների հետ հիմնեց հայ սոցիալ-դեմոկրատների միությունը։ Այս կազմակերպությունը սկսեց հրատարակել պրոլետարիատ կոչվող առաջին հայալեզու մարքսիստական թերթը։ 1902 թվականի վերջում 24-ամյա Շահումյանը մեկնեց Գերմանիա, ուր ընդունվեց Բերլինի համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Եվրոպայում անցկացրած տարիները մեծ դեր կատարեցին Ստեփան Շահումյանի որպես հեղափոխականի վերջնական կազմավորման գործում։ Մի կողմից ուսանելով փիլիսոփայության ֆակուլտետում նա կարողացավ գիտական սիստեմատիկ մակարդակի վրա իմաստավորելու ամրապնդել մարքսիզմի հիմունքները։ Մյուս կողմից հնարավորություն ստացավ շփվելու եվրոպացի եւ տարագրության մեջ գտնվող ռուս հեղափոխականների լայն շրջանակի հետ, ծանոթանալ նրանց քաղաքական հայացքներին ու ծրագրային դրույթներին։ Նա ստացել էր փիլիսոփայի եւ իրավաբանի կրթություն, նա շատ զարգացած մարքսիստ էր, բազմաթիվ մարքսիստական թերթերի խմբագիր է եղել եւ առհասարակ սերտ հարաբերություններ է ունեցել ժամանակի նշանավոր մարքսիստներ Կաուցկու, Լյուքսեմբուրգի, Պլեխանովի, իսկ հետո բնականաբար այնուհետև նա տարվեց բոլշևիկյան շարժմամբ եւ դարձավ Լենինի մտերիմ գաղափարակիցներից ու համախոհներից մեկը։ Բարձրակարգ կրթությունը, գերմաներենի եւ ռուսերենի փայլուն յուրացումը օգնեցին երիտասարդ հեղափոխականին ծավալել նաեւ թարգմանչական ու հրապարակախոսական գործունեություն։ Մասնավորաբար թե Գերմանիայում եւ թե հետագայում Ռուսաստանում
Շահումյանը զբաղվում էր թղթակցությամբ եւ գործակցում մարքսիստական ուղղվածության տարբեր պարբերականների հետ։ Նրա գրչին էին պատկանում բազմաթիվ քաղաքական հրապարակախոսականներ, գրաքննադատական հոդվածներ։ Նա հայերենի էր թարգմանել Մարքսի, Էնգելսի, Լենինի մի շարք ընդարձակ ստեղծագործություններ։ Ստեփան Շահումյանը հայտնի է որպես ազգային հարցի մարքսիստ մասնագետ եւ հայտնի իր աշխատություններով գրված ազգային հարցի մասին։ Ուրեմն դրանցից պետք է առանձնացնել սոցիալ ազգային ներողություն, ազգային հարցը եւ սոցիալ դեմոկրատիան, այդ աշխատությունները, ուրեմն կուլտուրա ազգային ինքնորոշման մասին, այդ աշխատությունները, որոնք նա գրել է դարաշրջին եւ այդ աշխատությունները ընթանում են այն հարցի պատասխանի որոնումների ճիգերով, թե բռնապետության տվյալ դեպքում ցարական Ռուսաստանի իրաններում գտնվող ազգերը ինչպիսի ճանապարհ պետք է ընտրեն եւ նա դնում է խնդիրը այսպես, որ նրանք պետք է ունենան ինքնորոշման իրավունք ընդհանուր մինչեւ անկախություն։ Այդ հայացքները նա հետագայում ավելի զարգացրեց արդեն 1917 թվականի ուրեմն հեղափոխություններից հետո 1905 թվականին Ստեփան Շահումյանը վերադարձավ Եվրոպայից ու անմիջապես ներգրավվեց հեղափոխական պայքարին։ Ցարական Ռուսաստանն այդ ընթացքում ներքաղաքական հուժկու ցնցումներ էր ապրում։ Ճիշտ է, իշխանություններին հաջողվել էր արյան գնով ճնշել հունվարյան հեղափոխությունը, սակայն մյուս կողմից բռնությունները ել ավելի էին շիկացրել ներքաղաքական իրավիճակը։ Հեղափոխական կուսակցությունների շարքերը ստվարանում էին օրորի, եւ ակնհայտ էր, որ փոթորքի երկրորդ ահռելի ալիքը այլևս հեռու չէ։ Երկրորդ հեղափոխության պորտկումը միայն ժամանակի խնդիր էր։ 1905-ին Շահումյանը դարձավ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական հեղափոխական կուսակցության Կովկասյան կոմիտեի անդամ։ Լենինը նրան էր վստահել Բաքվի եւ Թիֆլիսի կուսակցական բաժանմունքների աշխատանքի կոորդինացումը։ Կովկասյան կոմիտեի պատվիրակի կարգավիճակով նա մասնակցեց կուսակցության 4-րդ եւ 5-րդ համագումարներին։ Իսկ 1912-ին Պրահայում կայացած 6-րդ համագումարին, որին Շահումյանը ներկա չէր, աքսորում լինելու պատճառով, նրան առաջադրեցին սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտկոմի անդամի տեխնացության։ Գաղափարական կոփվածության, հեղափոխական սկզբունքների հանդեպ մոլեռանդ հավատի եւ կազմակերպչական արտակարգ ունակությունների շնորհիվ Շահումյանը մեծ հեղինակություն ձեռք բերեց մարքսիստների շրջանում, դառնալով Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բոլշևիկյան կուսակցության անվիճելի առաջնորդներից մեկն ու Լենինի վստահելի զինակիցը։ Շահումյանի գործունեությունը կապված էր ուղիղ Լենինի գործունեության հետ, նրանց հաճախակի հանդիպումները եւ կա Լենինի գնահատականը Շահումյանի մասին։ Շահումյանի, ինչպես ասում են, յուրաքանչյուր քայլը եղել է հավասարակշռված եւ պատահական չէր, որ Շահումյանին համարում էին Կովկասի Լենինը կամ մարքսիզմի ծանր հրետանին։ Սրանք լուրջ գնահատականներ են, որոնք տրվել են ամբողջ կուսակցության կողմից, որոնք տրվել են Լենինի կողմից եւ այդ բոլորը Շահումյանը արդարացնում էր իր ամբողջ գործունեության ընթացքում։ 1905-ից 17 թվականն ընկած ժամանակահատվածում իր ծավալած հեղափոխական բուռն գործունեության համար Ստեփան Շահումյանը բազմիցս ձերբակալվել էր ու աքսորվել։ Թեև գործող իշխանությունների կողմից հետապնդված լինելը սովորական երևույթ էր ցանկացած հեղափոխականի կենսագրության համար, այնուհանդերձ Շահումյանի կյանքում կալանքներն ու աքսորները չափազանց հաճախակի են եղել։ Ցարական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում Ստեփան Շահումյանը հայտնվել էր դեռևս իր հեղափոխական գործունեության առաջին տարիներին եւ այդուհետ մշտապես գտնվում էր ոստիկանության գաղտնի հսկողության ներքո։ Ընդ որում հայ հեղափոխականի կուսակցական հեղինակության աճի հետ զուգահեռ իշխանությունները կրկնապատկում էին նրա գործունեությանը տեղեկանալու ջանքերը։ Արխիվներում պահպանվել է Բաքվի մարզային ոստիկանության պետի զեկույցը ցարական ոստիկանական գլխավոր դեպարտամենտի տնօրենին, տվագրված 1908 թվականի նոյեմբերի 12-ով, որը վկայում է, թե ինչ ուշադրությամբ էին հետևում ծառայության գործակալները հայ հեղափոխականի ծավալած աշխատանքներին։ Լրտեսական տվյալների համաձայն տեղական սոցիալ-դեմոկրատների գլխավոր ղեկավարներից մեկն ու այդ կուսակցության Բաքվի կոմիտեի քարտուղարն է հանդիսանում վարչությանը հայտնի Ստեփան Գեորգիևիչ Շահումյանը։ Կազմակերպության մեջ նա հայտնի է Ստեփան Մականունով։ Գործակալների տեղեկությունների համաձայն Շահումյանը համարվում է Կովկասի ամենազարգացած ու փորձառու պարտիական աշխատակիցներից մեկը, որի հետ կապված են բոլոր շրջաններն ու
արտերկրում հաստատված պարտիական գործիչները։ Նա համոզված բոլշևիկ է եւ հայտնի Լենինի կողմնակիցը, ում հետ նամակագրություն է վարում։ Բացի Շահումյանի կուսակցական կշռից, այս զեկույցը նաև ակնառու վկայություն է առ այն, որ հայտնի հեղափոխականը բոլշևիկների շարքերը ներմուծված դաշնակցական գործակալ չէր, ինչի մասին լուրեր էին տարածվել նրա մահվանից անմիջապես հետո։ Այդ կեղծ թեզը ներկայումս էլ է հնչեցվում ադրբեջանցի զեղծարար պատմաբանների կողմից, ում հանգիստ չի տալիս Շահումյանի անձի հսկայական ազդեցությունը 20-րդ դարի իրենց պատմության վրա, եւ ում նրանք չեն կարողանում ներել Բաքվի հանրահայտ կոմունայի ստեղծումը, որի օգնությամբ իբր դաշնակցականները նպատակադրվել էին մաքրել ամբողջ Կովկասը մահմեդական ու թաթարական տարրերից։ Վերոհիշյալ զեկույցում Շահումյանը ներկայացված է իբրև համոզված բոլշևիկ եւ դաշնակցության մասին այնտեղ խոսք անգամ չկա։ Բացի այդ, 1908 թվականի ոստիկանության կազմած Բաքվի դաշնակցականների ցանկում Ստեփան Շահումյանի անունը բացակայում է։ Սրանք հազարավոր փաստարկների միայն չնչին մասն են, սակայն անչափ համոզիչ են ու բավարար հերքելու համար Շահումյանի դաշնակցական գործակալ լինելու մասին վարկածը։ Չէ՞ որ ոստիկանական գաղտնի փաստաթղթերում ընդունված է իրերը կոչել իրենց անուններով, մանավանդ եթե խոսքը գնում է նման խոշոր գործիչների մասին։ Բոլորովին այլ հարց է, որ գտնվելով դաշնակցականների գաղափարաբանության տրամաչափորեն հակառակ բևեռում եւ չկիսելով նրանց հետ ազգային անկախ պետություն ստեղծելու անհրաժեշտության համոզմունքը, Ստեփան Շահումյանը այնուհանդերձ երբեմն համագործակցության եզրեր է գտել դաշնակցականների հետ, երբ այդ համագործակցությունը բխում էր ընդհանուր շահերից։ Հատկապես խոսքը վերաբերում է Բաքվի համատեղ պաշտպանությանը թուրքական եւ մուսաֆաթական ուժերից, եւ հավանաբար այդ փաստն է դրդել ադրբեջանցի զեղծարարներին հորինելու Շահումյանի դաշնակցական գործակալ լինելու մասին լեգենդը։ Ինչ վերաբերում է ինչ ազգանվեր աշխատանք է կատարել Ստեփան Շահումյանը եւ ինչ հարցերով համակրել է կամ հակակրել է դաշնակցությանը, ապա Ստեփան Շահումյանը ունի հիանալի արտահայտություններ։ Դաշնակցությանը հասցեին սկզբնական շրջանում նրա մոտիկությունը բացատրվում էր նրանով, որ նա ուզում էր անպայման հայ ժողովրդի փրկության ելքերը գտնել եւ ոչ միայն արևմտյան Հայաստանի, այլ ամբողջությամբ հայ ժողովրդի փրկության ելքերը գտնել, որտեղ հայ ժողովուրդը այդ տարիներին գտնվում էր ծանր կացության մեջ, խայտառակ պայմանագրերի արկայության պայմաններում եւ Շահումյանը փնտրում էր հնարավորություններ, որպեսզի կարողանա ինչ-որ վիճակի ժողովրդին բերելու։ Եվ Ստեփան Շահումյանը